Հասարակ բան, քո համար խելոք նստած ես, մեկ էլ շառերը կգան։ Դու սենց բան ես ասել, դու սենց բան ես արել, դու ծնունդդ տաշիրում ես նշել։ Այն որ ասենք ով է էլի որոշե որ դա տենց է։ Ու սենց մտածում ես էլի չեղած բանը սուտը ոնց է սենց տարածվում, սենց արդիական, սենց պահանջարկ ունեցող, բայց ճշմարտության վրա ոչ մեկ չեն նայում։ Ճիշտ բան ասես, ոչ մեկի վեճը չի լինի։ Սուտ բան խոսացիր, միանգամից տարածվում է որպես ճշմարտություն։ Ազատությունը վատին է ծառայում ավելի շատ, քան թե լավին։ Մարդիկ ինչի են ամբողջ աշխարհում վախենում ազատ ապրելուց։ Ոչ թե այդ ազատությունը վատ բան է, այլ կոնկրետ մարդու դեպքում, օրինակ կենթանական աշխարհում ոնց է, ամեն մեկը իր համար է։ Մարդը չի կարող իր համար ապրի, իրան պետքա որ խառնվի ուրիշի կյանքի մեջ, չացնի ինչ որ բան, խեղաթյուրի, ինքը որոշի ով ոնց անի, ինչ անի, այդ դրա պատճառով ազատությունը չի աշխատում մեր մեջ։ Չափն անցնի էլի ամեն ինչի։ Դե սենց ասեմ, առանց ազատության էլ չափը անցնում են, բայց որ ազատություն լինի, ավելի շատ կանցնեն։ Մեր դասարանից մենակ դու տունը մնացիր, Տաթուշ։ Կասկածում եմ, որ տունը չմնացածներովդ երջանիկ եք այն չափ, ինչքան որ ես, քանի որ տունը մնացած եմ, զբաղվում եմ գիտելիքով ու արվեստով։ Մարդիկ հիմնականում սենց զաբլուժդենյաների մեջ են ընկնում, ոմանց թվում է իրանք բարձր են, ոմանց թվում է իրանք ցածր են, այնինչ բոլորս հավասար ենք։ Իհարկե իրավական առումով, իսկ խելքով խիստ տարբերվում ենք։ Ով իր գլխում չունի գիտելիք, իրանք են մտածում միշտ որ բարձր են, համաձայն չես։ Այո, խելքով տարբերվում ենք, եթե չտարբերվեինք, այսքան կռիվներ, այսքան պատերազմներ չէր լինի, որովհետև մի խումբ ուրիշ մակարդակի վրա իր խելքով, մի խումբ լրիվ ուրիշ, մի այլ խումբ Մնում է պոպկորնը բերեմ նստեմ նայեմ կոմենտները լուրջ եմ ասում վերջնա։ Սկզբից ես էլ վատկոմ գրեցի, բայց հետո որ տեսա վատկոմերը շատացան, բարիկոմ սկսեցի գրել։ Բրավո։ Կասես ոնց անեմ, որ կարողանամ մարդկանց մերժեմ, ասեմ ոչ։ Շատ դժվար բան է իրականում, եթե ներսից վստահող ես մարդուն, բարձր ես դասում, արժեք է մարդը քո համար։ Օրինակ ես էլ եմ տենց խնդիր ունեմ, չեմ կարողանում մարդկանց մերժեմ, բայց պետքա ինչի, որովհետև կվնասվեք ուղղակի մի օր, շատ փիս, այդ վստահելու պատճառով, դրա համար պետքա սովորեք ասել ոչ։ Բարությունը ոչ թե չարաշահում են, այլ այնքան են օգտագործում բարի մարդուն, մինչև այդ բարի մարդը դառնում է, չգիտեմ, այն ամենավատ մարդը։ Հենց որ ինչքան չար վատ մարդ գիտեք, իմացեք, իրանք սկզբում շատ բարի են եղել։ Ոնց որ հրեշ լնես դաղ, ավելի լավ է հրեշ ու դաղ, քան թե անգրագետ ու նախանձ։ Նայ, անունը Դոբրի է անունը, կողքն է խաչ ա դրել ու ինչ ա գրում։ Ես օրինակ շատ ուշադիր եմ, մարդիկ ինչ դետալներ են օգտագործում իրանց անվան վրա ու ինչ են գրում։ Այդ երկուսը իրար հետ որ համադրում ես, հասկանում ես, թե այս աշխարհը ինչի է այսօրին, որովհետև լավի կողքը վատն է դրած։ Դրա համար ենք մենք բոլորս այսօրին։ Պետքա լավը ու վատը առանձին լինեն։ Բոլոր հայր մայրերը նույն համարյա բոլորի մոտ կրկնվում է կոնկրետ ինչ որ դաստիարակելու ձևեր, բայց մարդը հետագայում ինքը իր վրա պիտի աշխատի։ Ունեք որևէ երգիչ ու երկրպագում եք, թե ուղղակի կան երգեր, որոնք հավանում եք։ Երեխեք ջան, երգիչները իմ համար ուղղակի մարդիկ են, ովքեր երգում են, չեմ երկրպագում ոչ մեկին։